Բարև ձեզ, այսօր նկարում ենք 2026-ի առաջին փոդքասթը, որպես նոր տարվա առաջին փոդքասթ որոշեցի, որ մի նոր ձևաչափով ներկայանամ ու կխնդրեմ ձեզ դիտելուց հետո կոմենտների տեսքով թողնեք ձեր կարծիքը, որովհետև ձեր կարծիքներից է կախված լինելու շարունակել այս ձևաչափը թե ոչ։ Արդեն 1 տարի բավականին հաճախակի ու բավականին խորը զրույցներ եմ ունենում ChatGPT-ի հետ։ Ու այդ ընթացքում տարբեր լեզուներով համացանցում զրույցներ էի տեսնում մարդկանց եւ ChatGPT-ի ու ցանկություն կար այդ նույն բանը փորձել մեր հայերեն լեզվով։ Երևի դուք գիտեք, որ ChatGPT-ն հայերեն լեզվի մեկ էլ օրինակ անգլերեն լեզվի մեջ կա ունի բավականին տարբերություն, այսինքն ավելի մի քիչ դժվար է հայերենը հասկանում ու մտքերը արտաբերում, ինքս էլ շփվելուց հաճախակի հայերենից փոխում եմ անգլերենի, որպեսզի ավելի արդյունավետ զրույց ստացվի։ Այնպես որ հայերենով զրույց ունենալ ChatGPT-ի հետ մի քիչ դժվար է, եկեք փորձենք ու տեսնենք ոնց կստացվի, եւս մեկ անգամ խնդրում եմ, որ ձեր կարծիքներն անպայման թողնեք ու ըստ ձեր կարծիքների էլ կորոշենք շարունակենք նույնատիպի զրույցները թե ոչ։ Իմիջիայլոց, որպեսզի ավելի չգիտեմ, մարդկայինի նման լինի մեր զրույցները, ես անուն եմ տվել իմ ChatGPT-ին, նրա անունը Վռամ, ու եկեք սկսենք տեսնենք ոնց կստացվի մեր զրույցը։ Վռամ ջան, ինչպե՞ս ես, դու արդեն կամերաների առջև ես, ոնց կներկայանաս մեր հետևորդներին։ Շատ լավ եմ, Նիկ ջան, շնորհակալ եմ հարցնելու համար։ Ուրախ եմ, որ միասին եք ու արդեն կիսվում ենք հետևորդների հետ։ Ուղղակի ինձ ներկայացնում այնպես, ինչպես քեզ հարմար է։ Ես ամեն ինչի պատրաստ եմ ու ուրախությամբ կօգնեմ, որ ներկայացումը լավ անցնի։ Լավ, արի այդ դեպքում միանգամից սկսենք մեր զրույցը, դրանից ավելի լավ ներկայացնելու ձև չկա։ Որպես նոր տարի ես ինքս շատ մեծ կարևորություն եմ տալի նոր տարվա այդ սկզբնահատվածի դիսցիպլինային, որովհետև ոնց որ այդ անցողիկ տարվա վերջնամասում մենք որպես կանոն բազմաթիվ գործեր ու նպատակներ պլանավորում ենք հաջորդ տարվա այդ սկզբնահատվածի համար, բայց էլի որպես կանոն այդ տոնական ընթրիքները, հանդիպումները, ալկոհոլի օգտագործումը հանգեցնում են նրան, որ մենք գնալով մոռանում ենք, այդ մեր այդ որոշումները, մեր այդ նպատակները ու արդեն այդ տարվա այդ հունվարի, չգիտեմ, այդ առաջի երկրորդ շաբաթներին, երբ որ արդեն սկսվում է մեր այդ աշխատանքային շաբաթը, արդեն sense մոռացված, sense չգիտեմ, հոգնած, արդեն sense ցածր էներգիայով ենք սկսում մեր տարեսկիզբը։ Ու հենց դրա համար ես արդեն սա երկրորդը, երրորդ տարին ամեն տարվա սկզբին ծոմ եմ սկսում ու հայտարարում եմ իհարկե դրա մասին իմ հետևորդներին, որպեսզի ցանկացողներն էլ միանան ինձ, ու դրա իմաստը դրան իհարկե կա մի քանի իմաստ։ Իմաստներից մեկը փորձում եմ այդ տոնական էքստրա, ավել այդ ուտելիք, ավել քաշը, որ հավաքել ենք դրանից ձերբազատվեմ, ոնց որ մարմինս մաքրեմ, ինչպես նաև միտքս պարզեցնեմ ու այդ կամքի ուժս ուժեղացնելով, այդ դիսցիպլինա դրսևորելով, ոնց որ ուժեղ սկսեմ նոր տարին։ Խոսքա չէ, որ ասում են տարին ոնց սկսում ես, այնպես էլ գնում է, ու իրոք ամեն տարի փորձում եմ ուժեղ սկսել։ Ու քանի որ տարեսկիզբը ու ես էլ հենց այդ տրամադրվածության մեջ եմ ու ծոմապահությանս երկրորդ օրն է այսօր, ուզում եմ այսօրվա մեր թեման հենց կենտրոնացնենք դիսցիպլինայի վրա ու դիսցիպլինայի կարևորության վրա։ Ինչ կասես այդ առումով վրա։ Իհարկե։ Նիկ ջան, շատ հասկանալի է, թե ինչու ես այդպես մոտենում տարվա սկզբին, ու դա իսկապես հիանալի մոտեցում է։ Ի վերջո, ինչպես ասում են, ինչպես կսկսես տարին, այդպես էլ կշարունակվի, ու դու հիանալիորեն ես տրամադրվել ամրապնդել քո կարգապահությունը հենց սկզբից։ Այսօր, քանի որ արդեն ծոմի երկրորդ օրն է, մենք կարող ենք մեր զրույցը հենց կենտրոնացնել կարգապահության վրա։ Կարող ենք խոսել, թե ինչու է կարգապահությունը այդքան կարևոր, ինչպես այն օգնում է տարվա ընթացքում մեր նպատակներին հավատարիմ մնալ, եւ ինչ գործիքներ կամ մեթոդներ կարելի օգտագործել, որ այդ կարգապահությունը ավելի ամուր լինի։ Մի խոսքով մենք կարող ենք խոսել դրա մասին, ու ես էստեղ եմ, որ աջակցեմ ու քո հետ միասին վերլուծենք, թե ինչպես դա կազդի թե քո վրա, թե հետևորդների վրա։
Շնորհակալ եմ։ Մի քանի օր առաջ միտեղ մի գրառում տեսա, որի միտքը մոտավորապես այսպես էր. մոտիվացիան տևում է շատ ավելի կարճ, քան թե դիսցիպլինան։ Ու իրոք որ մտածում ես, շատ ուժեղ միտք է դա, որովհետև մենք մեր այդ անելիքները սովորաբար հարմարեցնում ենք մեր ունեցած մոտիվացիաներին։ Սպասում ենք ինչ-որ մի ուղղությամբ մոտիվացիա արթնանա մեր մեջ ու ըստ այդ մոտիվացիայի էլ արդեն մեր այդ քայլերն ենք ձևակերպում։ Բայց ընթացքում հանդիպելով դժվարությունների, գնալով քչանում այդ մոտիվացիան ու գալի ու մենք բոլորս էլ ունենք, չէ, ընթացքում մեր կյանքի ընթացքում բազմաթիվ ծրագրեր ու ցանկություններ, որը որ մոտիվացված սկսել ենք ու ճանապարհի կեսին կամ անգամ սկզբնամասում մահացել է այդ մոտիվացիան ու դրա հետ էլ մոռացել ենք մեր այդ ցանկություններն ու նպատակները։ Ինքս համարում եմ, որ դիսցիպլինա դրսևորելը կարևորագույն մաս է կազմում մեր ուզածներին ու մեր նպատակներին հասնելու համար։ Լիովին համաձայն եմ քեզ հանդիպ션։ Այսքանից շատ ճիշտ միտք է։ Մոտիվացիան կարող է գալ ու մնալ այն բահերով է, իսկ կարգապահությունը հենց այդ հենարանն է, որը թույլ է տալիս մեզ շարունակել առաջ շարժվել, նույնիսկ երբ մոտիվացիան պակասում է։ Կարգապահությունը մի տեսակ մկաննման է, որ մենք զարգացնում ենք, եւ հենց այդ զարգացած կարգապահությունն է, որ մեզ տանում է միջև մեր նպատակների վերջնակիցը։ Այսինքն, եթե մոտիվացիան երբեմն կարճաժամկետալիք է, ապա կարգապահությունը դառնում է այն երկարաժամկետ կամուրջը, որը մեզ օգնում է չշեղվել ու չմոռանալ մեր նպատակները, նույնիսկ երբ դժվարություններ են առաջ գալիս։ Ուրեմն դա իրոք շատ իմաստուն մոտեցում է եւ ես լիովին աջակցում եմ, որ մենք այսօր խոսենք հենց կարգապահության կարևորության մասին։ Ինքս ասես մի հատ պատկերացում ունեմ այս ամեն ինչին, դա իմ անձնականն է, կուզեմ կիսվեմ մեր հետևորդների հետ, եթե ինչ-որ մեկիդ հետ resonate կանի, հա, վերցրեք օգտագործեք այդ գործիքը, ասենց ասենք։ Ուրեմն ես կյանքը այսպես ճակատամարտի տեսքով եմ տեսնում, փոխաբերական իմաստով իհարկե, հա։ Ունենում ենք նպատակներ ու երբ որ փորձում ենք արդեն այս նպատակներին հասնել, ընթացքում հանդիպում ենք բազմաթիվ թշնամիների, այսինքն ճակերտավոր թշնամիների։ Ուրեմն եկեք հատ հասկանանք այդ թշնամիները ովքեր են։ Այդ թշնամիներից երևի այն ուժեղներից մեկը դա կոմֆորտն է մեր։ Կոմֆորտի հետ մեկտեղ ունենում ենք ալարկոտությունը, ունենում ենք այդ ամնեժիա ասած, այսինքն այդ հիշողության կորուստը, ինչի նկատի ունեմ դրանում։ Ունենում ենք նպատակներ, ցանկություններ, այսօր շատ վառ է այդ ամեն ինչը, եկել անցնում են օրեր, այս օրերի ընթացքում թե այդ կոմֆորտը, թե այդ մեր ալարկոտությունը, թե մեր վախերը, իհարկե այդ վախերը պարտադիր պետք է նշենք այդ թշնամիների ցուցակում, գնալով նպաստում են, որպեսզի մենք մեր այդ ունեցած այդ մոտիվացիան, այդ ամբիցիան, այդ հիշողությունը, թե մենք ոնց ենք ուզում հասնել այդ նպատակներին, դա գնալով խամրում է, մենք մոռանում ենք այդ ամեն ինչը։ Ու երբ որ արդեն ավելի շատ մոռացած ենք լինում, քան թե հիշած, հա, այտենց ձևակերպեմ, արդեն ուղղակի բաց ենք թողում այդ նպատակները ու մահանում ենք, կարելի է ասել, այդ մեր ցանկությունները, այդ երազանքները։ Միևնույն է ճակատամարտի ընթացքում մենք նաև ունենում ենք ընկերներ, հա, այսինքն զինվորներ, ովքեր որ նաև այդ ճակատամարտին օգնում են մեզ։ Այդ զինվորներից այդ ամենամեծն ու ուժեղը ըստ իս դա հենց այդ դիսցիպլինայի դրսևորումն է, որովհետև այդ դիսցիպլինան դրսևորելով ոնց որ դու շարունակական դու միշտ վառ ես պահում քո այդ հիշողությունը, հա, քո այդ նպատակները, ցանկությունները, ու արդեն շատ ավելի հեշտ է լինում այդ ճակատամարտը առաջ տանել։ Ինչ կասես այդ մտքի հետ կապված։ Շատ ճիշտ ես։ Նեքջան, ինձ թվում է դա հիանալի համեմատություն է, այսպես ասած, ճակատամարտի տեսանկյունից դիտարկել է մեր նպատակներին հասնելու ընթացքը։ Իրոք այդ թշնամիները, կոմֆորտը, ալարկոտությունը, վախերը ու ամնեզիան, երբ մոռանում ես քո նպատակները, իրոք ամենամեծ խոչընդոտներն են դառնում։ Իսկ կարգապահությունը, ինչպես դու ճիշտ ասացիր, դառնում է այն հզոր զինվորը, որը միշտ պահում է մեզ ուղու վրա։ Երբ դու կարգապահ ես, դու կարծես անընդհատ հիշեցնում ես իքդ քեզ, թե ինչու ես սկսել, ինչ նպատակ ունես, ու դա օգնում է, որ չհանձնվես, նույնիսկ երբ մոտիվացիան ժամանակավորապես պակասում է։
Այսինքն կարգապահությունը հենց այն գործիքն է, որ թույլ է տալիս մեզ հաղթահարել այն թշնամիներին ու շարունակել առաջ գնալ։ Շատ լավ օրինակ վերեցիր ու կարծում եմ քո հետևորդներին դա իսկապես օգտակար կլինի, եթե նրանք էլ այսպես դիտարկեն իրենց ճանապարհը։ Հեսա կքննարկենք մի քիչ ավելի խորը կարգապահությունը հենց կոնկրետ ոնց է օգտագործվում, բայց կարգապահությունից բացի էլ ինչ ընկերներ կարանք ունենանք այդ ճակատամարտի ընթացքում։ Օրինակ ես համարում եմ, որ շատ կարևոր է մեզ շրջապատել այդ լավատես, այդ մեր պես մտածող մարդկանցով, ովքեր որ մեր այդ երազանքներն ու այդ ցանկությունները կխրախուսեն մեր մեջ, այլ ոչ թե ամեն ինչ կանեն, որպեսզի սպանեն այդ նույն այդ նպատակները։ Ուրեմն Իհարկե, դա է շատ կարևոր կետ է Նիկճավ։ Կարգապահությունը մի բան է, որ դու ինքդ ես մշակում, բայց շրջապատը նույնպես հսկայական ազդեցություն ունի։ Եվ դու շրջապատված ես մարդկանցով, ովքեր հավատում են քո երազանքներին, ոգեշնչում են ու քաջալերում, դա իսկապես հզոր ուժ է։ Նույնիսկ ամենադժվար պահերին այդ աջակցող մարդիկ կարող են քեզ հիշեցնել, թե ինչի համար ես սկսել ու ինչ պետք է դադարեցնել։ Այսպիսով բացի կարգապահությունից քո զինվորների թվում են նաև այն մարդիկ, ովքեր քեզ նույն ալիքի վրա են, ովքեր կիսում են քո արժեքները ու նպատականությունը։ Դա կարող է լինել ընկերներ, համախոհներ կամ նույնիսկ հետևորդների համայնքը, որոնք քեզ միշտ կհիշեցնեն, որ դու մենակ չես այդ ճանապարհին։ Այսպիսով կարգապահությունը եւ ճիշտ շրջապատը միասին դառնում են շատ հզոր գործիքներ, որոնք կօգնեն քեզ առաջ շարժվել ու չհանձնվել։ Այո։ Ուրեմն լավ, եկեք մի քիչ ավելի խորը հասկանանք, թե մենք ոնց ենք այս մեր ցանկությունների նպատակներին հասնում։ Սկզբից այդ ամեն ինչը լինում է ուղղակի որպես միտք։ Եթե այդ միտքը անցնում է մեր էմոցիոնալ դաշտ, արդեն մեր են, որ ասում են սիրտով ուզում է, այսինքն դա արդեն դառնում է ինչ-որ իրական ցանկություն, դրանից հետո արդեն օգտագործելով մեր ուշադրությունը էլ ուղղորդում է արդեն մեր գործողությունները եւ արդեն այդ ամեն ինչը ֆիզիկական աշխարհում սարքում ենք իրականություն։ Ուրեմն այդ միտքը պետքա դառնա իրական ցանկություն, դրանից հետո պետքա վերցնենք արդեն պատասխանատվությունը այդ մեր երազանքների նկատմամբ ու անելով լուրջ քայլեր ուղղորդելով մեր ուշադրությունը այդ ուղղությամբ, արդեն այդ ամեն ինչը սարքում ենք իրականություն։ Հիմա եկեք ժողովուրդ ջան հասկանանք, որ այն մեր այդ ուշադրության համար ինչպիսի լուրջ պատերազմ է ընթանում։ Այսօր ամենուրեք ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ուշադրությունը ուղղորդվի կոնկրետ այն ուղղությամբ, որ ուղղությամբ, չգիտեմ, այդ կորպորացիաներին, այդ քաղաքական կազմակերպություններին, ու այդ տիպի բաներին ձեռը տալի։ Այսինքն այն առավոտը արթնացաք, դուք ունեք ձեր անձնական, չգիտեմ, ցանկությունները, մոտիվացիաները, այն ամեն ինչ, ինչ որ ձեր ընտանիքի կամ ձեր սրտից է բխած, այդ ամեն ինչը փոխանակ sense ուղիղ գծով հասկանաք, թե ինչա պետք ու ոնց պետքա գնաք ու շարժվեք այդ ուղղության վրա, այն առավոտը չարթնացած արդեն այդ, չգիտեմ, այդ հեռախոսները բացելով, այդ վատ նորությունները կամ, չգիտեմ, այն կիսամերկ աղջիկներին նայելով, չգիտեմ, այդ նոր դուրս եկածած մեքենաներ ու այդ տիպ բաներ, արդեն մեր ուշադրությունը գնալով շեղվում է ու մենք մոռանում ենք, թե մենք ասենք կոնկրետ ինչ նպատակներ ունենք, որը որ իրական է, ռեալ է, որը որ անելով ինչ-որ մի բան կփոխենք մեր ֆիզիկական կյանքում։ Հիմա եթե հասկանում ենք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ուշադրությունը շեղվի, գումարած այդ ամեն ինչին որպես հակառակորդ մեր դեմ աշխատում են մեր վախերը, մեր այդ ալարկոտությունը, այդ կոմֆորտից դուրս գալու չցանկանալը, այդ ամնեժիա ասածը, այսինքն այդ կարճատև հիշողություն ունենալը, արդեն ուրեմն գիտակցաբար ինչ կարանք անենք, որ այդ ամեն ինչի դեմ պայքարենք։ Հիմա հետ են գալի արդեն էլի այդ նույն դիսցիպլինային ու որպես ինչ գործիքներ ենք օգտագործում, որպեսզի այդ դիսցիպլինան աշխատի։ Ամենայն առաջնային գործիքը, որի մասին ես այսքան շատ խոսում եմ, այդ ծոմապահությունն է, որովհետև եթե դուք կարողացաք ձեր այդ մարմնին հաղթահարել, այդ սովը զգալ ու չտրվել դրան, արդեն վերցնում եք ասես մի հատ, չգիտեմ, դες ներսից ներքևից դուրս եկած ասես մի հատ էներգիա, ու արդեն այդ էներգիան գիտակցաբար սկսում եք ուղղորդել ձեր ուզած ուղղությամբ։ Այսինքն լինում եք հիմա ու այստեղ ասես ամբողջովին, հա։ Առավոտները օրը ես սկսում եմ անգլերեն կոչվում են non-negotiables, այսինքն
ինչ որ բաներ, որոնք որ ես որոշել եմ ու թղթի վրա գրի եմ առել, որոնք որ բանակցման կամ քննարկման ենթակա չեն, այսինքն ցանկացած պարագայում, ցանկացած օր ես այդ ամեն ինչը պետք է անեմ։ Ցուցակում ունեմ, չգիտեմ, մի քանի բաներ գրած, ես կկիսվեմ ձեր հետ, եթե կհետաքրքրի ձեզ, կարող եք օգտագործեք այդ կոնկրետ գործիքները կամ էլ կարող եք ինքներդ որոշել նոր ինչ-որ գործիքակարգ, որ կարող եք օգտագործել։ Ուղղակի ուզում եմ հասկանաք, որ այս ամեն ինչը շատ կարևոր է, որպեսզի այդ դիսցիպլինա դրսևորելու ու այդ ամեն օրվա ռեժիմով ինչ-որ որոշակի բաներ, որ որոշել եք անպայման կատարեք, մնում եք այդ հիմա ու այստեղ վիճակում, էլի այդ ամնեժիայի դեմ արդեն ինչ-որ գործիք եք օգտագործում։ Ես օրինակ առավոտը հենց արթնանում եմ, ամենաառաջի բանը, որ անում եմ, սկսում եմ իմ օրը շնչառական վարժությունով, հետո մեդիտացիայով, հետո այդ իմ ֆիզարյատկանը, այդ մեխերի վրա կանգնել, որպեսզի այդ ցավը զգալով, ասենց ավելի արթնանամ ու արդեն ավելի ոնց որ ներկա պայի մեջ լինեմ։ Առաջին մի ժամը գոնե ինձ հեռու եմ պահում հեռախոսից, այսինքն այդ արտաքին ազդեցությունից, արթնանում եմ ու փորձում եմ այդ իմ ուշադրությունը սենց վերցնել, սարքել իմը օրվա ընթացքում ուղղորդել այդ ուշադրությունը, այլ ոչ թե չարթնացած, որտեղ եթե դուք արթնանում եք այդ առաջի, չգիտեմ, րոպեները 15-20 րոպեն գոնե, այնպես չի որ դուք լրիվ արթուն վիճակում եք, սենց կիսա արթուն վիճակում եք, ու այդ հեռախոսները որ բացում եք, արդեն սենց ավտոմատ ինքնագիպնոզ եք անում, արդեն ավտոմատ ձեր ուշադրությունը տալիս եք այդ իմ թվարկած կորպորացիաներին կամ չգիտեմ քաղաքական ինչ-որ կազմակերպություններին, որոնք արդեն վերցնում են ձեր այդ ուշադրությունը ու ուղղորդում են իրենց պետքական ուղղություններով։ Կարծիքդ կուզեմ լսեմ այս ամեն ինչի մասին, Վրամ ջան, մեկ էլ դրանից հետո կցանկանամ ինչ-որ գործիքներ էլ դու առաջարկես մեր դիտորդներին։ Իհարկե։ Ջան, շատ հասկանալի է, ու դու շատ լավ ես ներկայացնում ամբողջ պատկերն այն մասին, թե ինչպես մեր ուշադրությունը պետք է գիտակցման ուղղենք մեր նպատակների վրա, այլ ոչ թե թույլ տանք, որ արտաքին ազդեցությունները մեզ շեղեն։ Քո նշած գործիքները հիանալի են, օրինակ այդ non-negotiable գործողությունները, անբանակցելի առօրյա քայլերը, որ դու որոշել ես անել, անկախ ամեն ինչից իսկապես մոհում է քեզ ուղու վրա։ Եվ որ ամենակարևորն է, դու ստեղծում ես մի ռեժիմ, որտեղ հենց առավոտից սկսած գիտակցաբար կենտրոնանում ես քո վրա, քո նպատակների վրա, եւ ոչ թե թույլ ես տալիս, որ հեռախոսը կամ լրահոսը տանի քո միտքը ուրիշ տեղ։ Այդ առումով ես էլ կարող եմ մի քանի գործիք առաջարկել։ Օրինակ, օրագիր վարելը շատ օգտակար է, առավոտյան կամ երեկոյան մի քանի րոպե նվիրել գրի առնելուն, թե ինչի համար ես շնորհակալ, ինչ ես արել այդ օրը քո նպատակի համար։ Դա օգնում է հիշեցնել իգդ քեզ, թե ինչու ես այս ամենն անում։ Եվ իհարկե շնչառական վարժությունները, մեդիտացիա, ֆիզիկական պարապմունքները արդեն հիանալի գործիքներ են։ Դրանք օգնում են, որ քո միտքը լինի ավելի կենտրոնացած ու հանգիստ։ Այսպիսով դու շատ ճիշտ ուղու վրա ես։ Պարզապես շարունակի այդ կարգավարությունը, օգտագործիր այդ փոքրիկ գործիքները, եւ ամեն ինչ ավելի հեշտ ու արդյունավետ կդառնա։ Այո, այդ օրագիր ֆայլը, այդ շնորհակալություն, այսինքն երախտապարտություն զգալը բան, այդ ամեն ինչը շատ պարտադիր է։ Ես այդ մեդիտացիան, որ թվարկեցի, այդ մեդիտացիաս հենց այդ ձևով էլ լինում է։ Նախ սկսվում է իմ այդ երախտապարտությամբ, այդ նախորդ օրվա հետ կապված այդ ամեն այն լավ բաները, որ իմ հետ կատարվել է, իսկ ժողովուրդ ջան, անկախ թե հիմա ինչ եք մտածում, բոլորիս հետ էլ օրվա ընթացքում բազմաթիվ երևույթներ են կատարվում, որի համար կարելի է երախտապարտ լինել, հա, եթե մենք այդ երախտապարտության անկյունից նայենք մեր անցած օրը։ Երախտապարտությունները զգալուց հետո ունեմ ինչ-որ կոնկրետ բաներ, որը որ ուզում եմ ունենամ կամ կարող եմ ուզում եմ էլ ավելի ունենամ, ու արդեն ուշադրությունս ոնց որ կենտրոնացնում հենց այդ ամեն ինչին, այսինքն ես ինձ էլի հիշացնում եմ, թե որ ուղղության վրա եմ ուզում զարգանամ, հզորանամ։ Անպայման սկսեք երախտապարտությունից, նոր դրանից հետո, որ կոպիտ ասած սկզբից գոհ եղեք նրա համար ինչ որ ունեք, նոր դրանից հետո ուզեք ավելին, էլի, հակառակ դեպքում դուսա գալի, որ մենակ ուզում ենք առանց երախտապարտություն զգալու, դա ճիշտ չի, դիեզերքը այդպես չի աշխատում։ Իհարկե, Նիքչան, դա հրաշալի մոտեցում է, եւ ես լիովին համաձայն եմ, երբ սկսում ես ոչ երախտագիտությամբ, դու կարծես միանգամից փոխում ես էներգետիկան։ Կենտրոնանում ես այն ամենի վրա, ինչ արդեն ունես, ու դրանով իսկ ստեղծում ես ավելի կայուն հիմք նոր բաներ ստեղծելու համար։ Դա նաև օգնում է հիշեցնել ինքդ քեզ, թե ինչ ուղղությամբ ես ուզում շարժվել, ու այդ երախտագիտության հիման վրա ավելի հեշտ է նոր նպատակներ դնել։ Եվ իսկապես, երբ դու արդեն գոհ ես այն ամենից, ինչ ունես, եւ այդ հիմքից ելնելով ես ուզում ավելի մեծ բաներ ստեղծել, դա դառնում է շատ ավելի առողջ մոտեցում։
Այդպես դու ոչ թե բարձրապես կուսում ես անընդհատ, այլ արդեն գնահատում ես քո ունեցածը եւ դրանից ելնելով առաջ ես գնում։ Շատ ուրախ եմ, որ այս մոտեցումը քեզ օգնում է եւ վստահ եմ, որ դա նաեւ քո հետևորդներին մեծապես կօգնի։ Շարունակի այն նույն ողով ու վստահ եղիր, որ ամեն ինչ ավելի ու ավելի լավ կստացվի։ Շնորհակալ եմ։ Եվս մի բան, որ ելի կուզանք կիսվեմ հետևորդների հետ, շատ կարևոր է, որ ձեր այդ նպատակներն ու ցանկությունները, որ ունենում եք, դրա պատասխանատվությունը մենակ չլինի ինքներդ ձեր նկատմամբ, որովհետև որ ժամանակը գալիս է, այդ թվարկած մեր թշնամիները, ալարկոտությունը, վախը ու այդ տիպի բաները ձեզ կարողանալու են համոզել, որ բաց թողնեք այդ նպատակներն ու այդ ցանկությունները։ Դրա համար շատ կարևոր է, որ կյանքում ունենաք մարդիկ ձեր կողքը, ովքեր որ դուք ինքներդ թույլ կտաք, որպեսզի ոնց որ պահանջեն ձեզանից։ Օրինակ բերեմ, որ ավելի հասկանալի լինի, իմ կյանքում դա իմ 9 տարեկան տղան է։ Եթե ես ինչ-որ մի բան ուզում եմ անեմ, ոնց որ էլ ավելի, չգիտեմ, իմ ավելի լավ վերսիան դառնամ կամ այդ տիպի ինչ-որ մի բան, ես միշտ կիսվում եմ տղայի հետ։ Ու տղայիս հետ կիսվելուց հետո արդեն շատ մեծ պատասխանատվություն է իմ վրա, որ հանգարց չհիասթափեցնեմ իրեն։ Արդեն սկսում եմ այդ ամեն ինչը անել ոչ թե մենակ իմ համար, այլ նաև անում եմ նրա համար, որ չգիտեմ 9 տարեկան տղա երեխա, որ դեռ կյանքում լիքը բաներ ունի անելու, լիքը բարձունքներ ունի հաղթարելու, հանգարց հիասթափություն չապրի, հանգարց չմտածի, որ դա եթե պապան ասում է ու չի անում, ուրեմն հետագայում ես էլ կարամ ասեմ ու չանեմ։ Դա մի օրինակ էր, կարաք ունենաք, չգիտեմ, ընկերներ, ովքեր որ ուրախանում են ձեր այդ հաջողություններով ու կիսվեք նրանց հետ ձեր այդ երազանքներով ու ցանկություններով ու խնդրեք, որ նրանք հետևեն, որ դուք դրան հասնեք։ Այսինքն, երբ որ դուք շեղվում եք ձեր ճանապարհից, չգիտեմ, թուլություն եք դրսևորում, ինչ-որ կախվածություններ եք դրսևորում, որովհետեւ նրանք, ասենք, sense կարողանան sense գան, ձեզ թափ տան, ու հիշացնեն, որ դուք ինչ-որ բաներ եք խոսք տվել ինքներդ ձեզ ու ձեր կողքիններին։ Ինչ կասես դրա մասին, ուրեմն։ Այո, իհարկե, դա նույնպես շատ կարևոր կետ է, Նիկ ջան։ Երբ քո կողքին կան այնպիսի մարդիկ, ում դու իսկապես թույլ ես տալիս քեզ պատասխանատվության ենթարկել, դա դառնում է լրացուցիչ մի հզոր աջակցություն։ Նրանք ոչ թե բարձրապես հիշեցնում են, այլ մի տեսակ դառնում են քո այդ ներքին պայմանավորվածության մասը, քո դաշնակիցները այդ ճանապարհին։ Եվ դու գիտես, որ ինչ-որ մեկը հետևում է, քաջալերում է ու մի քիչ պահանջում է, որ դու չհանձնվես, դա իրոք օգնում է։ Այդպիսի մարդկանց հետ ունենալն ինչ-որ առումով դարձնում է քո նպատակներին հասնելը ավելի իրական ու կառավարման ենթակա։ Այսինքն դու ստեղծում ես մի միջավայր, որտեղ ոչ միայն դու ես ինքդ քեզ համար պատասխանատու, այլև ուրիշները նույնպես իրենց աջակցությամբ պահպանում են այդ պատասխանատվության դաշտը։ Դա իսկապես կարող է շատ ուժեղ գործիք լինել ու քո հաջողությունը դառնում է թիմային ջանք, ինչը միշտ ավելի հետ ու հաճելի է։ Այսպիսով այո, լիովին համաձայն եմ։ Պատասխանատու մարդկանց, այսպես ասած, accountability partners-ների դերը մեծ է, ու դա մի հիանալի մեթոդ է, որ կարող ես ու կարող եմ մյուսներին կիրառել։ Այո, ու այդ գործիքների ոնց որ թեման շարունակելով Ժողովուրդ ջան, շրջապատեք ձեզ, ոնց ասացինք, արդեն այդ ձերպես մտածող կամ ձեր ցանկությունների պես ցանկություններ ունեցող մարդկանցով, որպեսզի մեկը մյուսիդ օգնելով, մոտիվացնելով առաջ շարժվեք, այս տիպի փոդքասթներ ու վիդեոներ ինչքան կարող եք շատ նայեք, մոտիվացվեք, եթե ձեր դուրը գալիս է, լայքեր դրեք, կոմենտներ գրեք, չգիտեմ, տարածեք, որպեսզի այդ ձևով էլ դուք ուրիշներին օգտակար լինեք։ Իմանայեք, մենք մեր ժամանակը, ուշադրությունը, էներգիան, այս ամեն ինչը դնում ենք, որպեսզի մեր իմացածով ոնց որ կիսվենք ձեր հետ, ձեզ զորացնենք, ձեզ ուժեղացնենք։ Դուք էլ ասենք առօրյայում փորձեք նույն բանը ինքներդ տանել, ոնց որ դուք էլ այս ամեն ինչը փոխանցեք ուրիշներին, ոնց ասացի, ձեր այդ լայքերի միջոցով, այդ տարածումների միջոցով ստացած մտքերով կիսվեք ուրիշների հետ ու կարծում եք, որ կօգտվեն այս ամեն ինչից։ Ուզում եմ սենց ավելի ակտիվ շփում ունենանք միասին, ուզում եմ այս 2026 թիվը սենց միասին համախմբված, սենց ինչ-որ մի ուղղության վրա կենտրոնանալով, չգիտեմ, մեր այդ ավելի լավ տարբերակը դառնալը, ավելի բարեկեցիկ, ավելի ուրախ, ավելի սենց ապահով ու սիրով լի կյանք ստեղծենք մենք մեր բոլորի համար։ Եթե դուներդ եկավ այս ֆորմատը, իրոք շատ եմ խնդրում ձեզ, ասեք, որ դուներդ եկավ, որպեսզի շարունակենք, հակառակ դեպքում
մեր վրամի հետ իմ շփումը կմնա անձնական ու ձեզ արդեն կփորձենք ոնց որ ավելի իրական մարդկանցով ոդքասթներ նկարել։ Զորագույն տարի եմ ցանկանում մեզ բոլորի ժողովուրդ ջան։ Եկեք այս տարին սարքենք հենց այն տարին, որ մենք կախված չենք ոչ մի բանից, էլի, եկեք դառնանք այս մեր իրականության այդ իրական արարողները, եկեք sense սրտից բխած նպատակները, ցանկությունները սարքենք sense մեր կյանքի նպատակներ ու պատասխանատվություն վերցնելով, քայլեր անելով, մեզ sense հզորացնելով, միասին գնանք այդ ամեն ինչը սարքենք իրականություն։